5G-ն Ucom-ի ցանցում այլևս իրականություն է, հերթը 6G-ն է։ Ucom-ը Nokia-ի հետ հանձնեն առել դառնալ տեխնոլոգիական աշխարհի նորարարության առաջատար մասնակից, իսկ 6G-ի համար կապի նոր իրականության հիմքը դառնալու է արհեստական բանականության կիրառումը։ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանը եւ Nokia-ի բջջային ցանցերի Եվրոպայի շուկայի ղեկավար ավագ փոխնախագահ դոկտոր Ռոլֆ Վերները Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, ինքնավար ցանցերը եւ արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար թեմայով։ Հուշագիրը կապացուցի, որ մենք մտածում ենք վաղվա մասին եւ մենք անտարբեր չենք ուզում գտնվել ոչ հեռու ապագայում մեր երկրի տեխնոլոգիական զարգացումների ընթացքներից աշխարհում ամենահետաքրքիր վայրում ինչ նորարարություն լինելու է, անպայման լինելու է Հայաստանում ու մենք դա ապացուցում ենք, արդեն վերջերս կառուցել ենք 5G-ին, որի հիման վրա մենք կկարողանանք զարգացնենք արհեստական բանականություն եւ տարածենք ավելի, որ օգտագործվի ի օգուտ մեր բաժանորդներին, ի օգուտ այն ծառայություններին, որ ավելի հետաքրքիր կդարձնեն օգտվելը այդ ծառայություններից։ Ucom-ը եւ Nokia-ն այսպիսով կիսում են իրենց ռազմավարական տեսլականը 6G տեխնոլոգիայի ապագա զարգացման ուղղությամբ, խորացնելով գործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում։ Ընկերությունները կգործակցեն հաջորդ սերնդի ինքնավար ցանցերի ճարտարապետության, ցանցերում AI-ի կիրառությունների եւ համատեղ դաշտային փորձարկումների իրականացման ուղղությամբ։ Նրանք նաեւ կանցկացնեն առաջատար լաբորատոր ու դաշտային փորձարկումներ 6G ցանցերի համար եւ ձեռք բերված փորձը կներդնեն 6G ստանդարտների մշակման մեջ։ Nokia-ի հետ այս գործակցությունը Ucom-ին հնարավորություն կտա համատեղ մշակել նորարարական լուծումներ եւ արագացնել թվային փոխակերպումները Հայաստանում։ Մենք 6G-ի զարգացման համար աշխատում ենք արդեն մի քանի տարի, ղեկավարելով հետազոտական նախագծեր Եվրոպայում եւ աշխարհում։ Արհեստական բանականությունը 6G-ի բնական մասն է կազմում, որովհետև այն կարող է ցանցերի ռադիոհասանելիությունը դարձնել ավելի ինքնավար եւ խելացի, մեծացնելով կատարողականությունը, արդյունավետությունը, անվտանգությունը, կայունությունը եւ ստեղծելով նոր հնարավորություններ։ Մեզ համար շատ կարևոր է նորարարություններն իրագործել Ucom-ի պես կարևոր հաճախորդների հետ, փորձարկել այն, ինչ մշակել ենք մեր լաբորատորիաներում եւ միասին ստեղծել նոր բիզնես հնարավորություններ, հարմարեցված համապատասխան շուկաների կարիքներին։ Այս տարի Silicon Mountains 2025-ը նվիրված է AI-ին, արհեստական բանականության անատոմիա խորագրով։ Ucom-ի աջակցությամբ գագաթնաժողովին որպես հատուկ հյուր մասնակցեց նաև Nokia-ի կենտրոնական եւ հարավային Եվրոպայում շարժական ցանցերի ուղղության տեխնիկական տնօրեն Իվան Լեսիչը, պատմելով 6G ցանցի մասին։ Ucom-ն արդեն 3 տարի է 9-րդ անգամ անցկացվող տեխնոլոգիական գագաթնաժողովի պլատինե գործընկերն է։ Ucom-ը մեր շատ վստահելի գործընկերն է եւ կարևորագույն դեր է խաղում այս միջոցառման կայացման գործում, քանի որ ոչ միայն 5G գործընկեր կամ այսօր արդեն 6G-ից են խոսում մեր ներգրաված բանախոսները, բայց Ucom-ը արդեն հանդիսանում է տեխնոլոգիական առաջնորդ եւ եթե մենք խոսենք ցանկացած տեսակի նորարարությանը, որը պետք է տարածվի ամբողջ երկրով, առանց հեռարձակության դա անհնար է պատկերացնել։ Դեռ 2024-ին Հայաստանում 5G անցման պատրաստ ցանցի արդիականացման նպատակով պաշտոնական համաձայնագիր կնքվեց Ucom-ի եւ Nokia-ի միջև։ Այս ընթացքում Nokia-ն թարմացրել է Ucom-ի ֆիքսված եւ բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները եւ այսօր Ucom-ն ունի ամենալայն 5G ցանցը։ Հայաստանի բնակչության 91.2%-ը հնարավորություն ունի օգտվելու արագ եւ հուսալի շարժական ինտերնետից։